Հայաստանը երկրի գիրքն է, որով սովորել են առաջին մարդիկ։ Օսիպ Մանդելշտամ։ Ամեն մի ժողովուրդ սիրելով իր հայրենիքը տրամաբանորեն իր երկիրը պետք է համարի առարչագործության կենտրոն, դրախտաշխար, սակայն մենք հանդիպում ենք մի շատ ուշագրավ երևույթի։ Հին առաջավորասիական մի շարք ժողովուրդների հիշատակարաններում դրախտաշխար եւ առարչագործության երկիրը հիշատակում ոչ թե իրենց հայրենիքը, այլ մի տարածք, որ գիտության մեջ հայտնի է հայկական լեռնաշխար անունով։ Հայաստան երկիր դրախտավայր, դու մարդկայնով ցեղիս օրրան, դու եւ բնիկ իմ Հայաստանը, հա, եթե հիշում եք Կոմիտասյանի հայտնի երգը Հայաստանի մասին, որտեղ խոսվում է, որ Հայաստանը մարդկային ցեղի բնորանն է։ Փորձենք տեսնենք որտեղից է գալիս այս տվյալները եւ իրոք հիմքեր կան, թե դարձյալ հայությունը իր հպարտությամբ փորձում է իրեն առաջ մղել։ Հայկական լեռնաշխարհը եղել է այն վայրը, որտեղ աստվածները ժողովվում էին, քննարկում տիեզերքի համար շատ կարևոր հարցեր, մարդկության ամենակարևոր խնդիրները։ Աստվածները այստեղ էին կազմակերպում իրենց խրախճանքները եւ հանդիպումները միմյանց հետ, այսինքն հայկական լեռնաշխարհը աստվածանիստ արարչագործական կենտրոն է եղել։ Իսկ ինչու հենց հայկական լեռնաշխարհը։ Դժվար է պատկերացնել աշխարհում մի ժողովուրդ, որ ունեցած չլինի տիեզերաստեղծման, աշխարհաստեղծման իր ավանդած զրույցները։ Հնավանդ այդ զրույցներում կարևորագույն վայր է հանդես գալիս այն վայրը, այն տարածքը, որտեղ կործանվում է քաոսը եւ ստեղծվում է նոր տիեզերակարգը։ Այդ վայրում վեր է խոյանում տիեզերական լեռը կամ վերջինիս կերպավորումներ հանդիսացող կենաց ծառը կամ իմաստության ծառը եւ այդ ծառը կամ տիեզերական լեռը կոչված են պահպանելու տիեզերակարգը։ Եթե այն խախտվի, ապա կկործանվի տիեզերակարգը եւ կվերականգնվի նախասկզբնական քաոսը։ Ուստի պատահական չի, որ տիեզերաստեղծման այդ վայրը, որ տարբեր զրույցներում հանդես է գալիս իբրև աշխարհի կենտրոն, աշխարհի առանցք, երկրի պորտ եւ այլ անվանումներով, համարվում է առավելագույնս սրբազան մի վայր։ Ինչու ենք մենք հայերս ներքին զգացումով ապրում, որ հատկապես հայկական լեռնաշխարհն է եղել արարչագործության կենտրոնը։ Գուցե ցանկացած ցեղ, ազգ, ժողովուրդ ունի այդ զգացողությունը, թերևս դա չի բացառվում, որ աշխարհի մյուս ժողովուրդներին էլ է թվում, որ տիեզերքի կենտրոնը իրենք են։ Սակայն գրավոր աղբյուրները, սկսած հնագույն սեպագիր արձանագրություններից, հին արևելյան այնպիսի գրավոր տեղեկությունների, ինչպես շումերական, աքադական արձանագրություններն են, այս բոլորը բերում են այն համոզման գիտնականներին, որ իրոք աշխարհ ստեղծման եւ արարչագործության կենտրոնը եղել է հատկապես հայկական բարձրավանդակը։ Ամենահավաստի տվյալները, որ մնացել է եւ ամբողջ մարդկությանը, որ հարազատ է, դա աստվածաշնչյան տվյալներն է վերջապես։ Եվ մենք ինչպես ենք հարաբերվում, որտեղ կա Հայաստանի մասին տվյալներ։ Մենք կարող ենք ասել, որ արտաքին հայացքից ընդհանրապես կարող ենք խոսել, որ այնտեղ կա Արարատ լեռան մասին գաղափարը, կա Ասքանազյան գնդի մասին տվյալներ եւ կա թե ինչպես ասենք Ասորեստանի արքայի զավակները սպանելով իրենց ծնողին փախան դեպի ուրեմն Արարատյան էլի թագավորության կողմերը։ Ահա այս երեք տվյալները, որ կոնկրետ հուշում են Հայաստանի մասին, մեր երկրի մասին։ Բայց իրապես երբ թերթում ենք հայրերի գրականությունը, հայ մտածողների միջնադարյան, մենք տեսնում ենք, որ Աստվածաշնչում հանդիպող արևելք բառը ինքը մատնանշում է Հայաստանը։ Որպեսզի մենք ավելի տվյալները կարողանանք առաջ բերել, մենք պետք է նայենք նախ դրախտին։ Բարձ խոսում է Աստվածաշնչում, հատկապես Ծննդոց երկրորդ գլխում, թե ինչպես Աստված դրախտ կամ պարտեզ ստեղծեց արևելքում եւ խոսում է արևելքից հոսող այդ գետերի մասին մի աղբյուր էր,
որից հոսում էին ուրեմն այդ գետերը եւ երկու գետերի անունը մնացել են մինչեւ այսօր, ինչպես որ կան, դա Տիգրիսը եւ Եփրատն է։ Մյուսը Գեհոնը եւ Փիսոնը փոխել իրենց անունները, բայց այնտեղ մենք իհարկե ճշմարտապես պետք է եզրակացություն անենք, որ մեկը Նեղոսն է, մեկը Գանգեսը։ Ինչպես որ եզրակացնում է ամբողջ աշխարհում, չնայած վենետիկյան հայրերը հաճախ փորձել են մեկը տեսնել Քուրը, մեկը Արաքսը, այսինքն Էրզրում Էջմիածին ընկած տարածքը համարել որպես դրախտավայր։ Բայց որ Հայաստանը մասնակից է դրախտավայրին, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Աստվածաշնչյան հայտնի պատմությունը միակը չի իր տեսակի մեջ եւ նման սյուժե մենք գտնում ենք հին առաջավոր ասիական մի շարք բնագրերում։ Թվենք դրանցից մի քանիսը։ Հին առաջավոր ասիական տեղեկությունների առաջի խմբում հայկական լեռնաշխարհը հանդես է գալիս որպես աստվածների բնակավայր, աստվածների տարածք, աստվածային տարածք նաև, որտեղ հետագայում պետք է աստվածները արարեն մարդուն։ Նման պատկերացումներ մենք գտնում ենք հին առաջավոր ասիական բազմաթիվ եւ բազմաբնույթ սյուժեներում։ Մասնավորապես այդպիսի տեղեկություններ են պահպանվել հին միջագետքյան Գիլգամեշ էպոսում, որտեղ հայկական լեռնաշխարհը համարվում է աստվածների կաճառ, աստվածների հավաքատեղի։ Բացի Գիլգամեշ էպոսից մենք արձանագրված ունենք Քրիստոսից առաջ 14-ից 13-րդ դարերում հյուսիս սիրիական ուգարիթյան սեպագիր արձանագրություններում նույնպիսի տեղեկություն, ըստ որի հայկական լեռնաշխարհը համարվում է մեծ Աստծո, գերագույն Աստծո կացարանը, որտեղ հավաքվում էին մյուս աստվածները ժողովի, նաև խնջույքների։ Այդ մասին վկայություններ կան նաև հայ մատենագրության մեջ։ Օրինակ Փավստոս Բուզանդը անդրադառնալով բարձր հայքի լեռներին, ասում է, որ այդ լեռներից մեկի վրա, որը բարձր էր եւ աստվածների լեռն էր, կոչվում էր այդ երկիրը Աթոռ Նահատա, այսինքն այդ լեռան վրա ինքը Անահիտ Աստվածուհին իր աթոռով նստում էր։ Առհասարակ բարձր հայքը եղել է պաշտամունքային շատ կարևոր կենտրոն պատմական Հայաստանում։ Համարյա բոլոր աստվածները, առավելապես գերագույն աստվածները, որպիսիք էին Անահիտ, Արամաստ, Արեգմիհր, Վահագն, Տիր, Նանե, Աստղիկ, այս բոլոր աստվածները տաճարներ եւ մեհյաններ են ունեցել բարձր հայքում։ Իսկ եթե տաճար կամ մեհյան չեն ունեցել, անպայման ունեցել են որևէ սրբատեղի։ Նույնպես Փիլոն եբրայեցին, որ խոսում է, նա խոսում է այդ գետի մասին եւ ասում է հավանական է, որ Հայաստանի մասին է խոսքը, այսինքն նախքան Քրիստոս այդ գիտնականները, հրեա գիտնականներ խոսում են Հայաստանի մասին։ Այնպես որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Շումերական վիպասներից մեկը չափազանց հետաքրքիր է, որ մանրամասներով պատմում է մարդու արարումը։ Դա պայմանականորեն Էնկի եւ Նինմախ անունը կրող վիպասքն է, որտեղ ներկայացում է ամենասկզբնական ժամանակները, երբ գոյություն էին միայն աստվածները, մեծ եւ փոքր աստվածների դասերը, եւ փոքր աստվածները ծառայություն էին մատուցում մեծ աստվածներին, աշխատում էին նրանց համար։ Եվ փոքր աստվածները դժգոհելով ըմբոստացան մեծ աստվածների դեմ, պահանջելով, որպեսզի ստեղծվի նոր ինչ-որ մի տեսակ, որը ծառայի նրանց, չէ որ իրենք եւս աստվածներ էին։ Եվ այդ ժամանակ 7 մեծ աստվածներից իմաստնագույնը, Հայա աստվածը, Մայր աստվածու հետ միասին արարեց մարդուն։ Չափազանց հետաքրքիր է այն, որ արարչագործությունը կատարվում է կավից, Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Այս պատմությունը ուղղակիորեն բառացի հետագայում կրկնվում է Աստվածաշնչում 5 կտակարանում, ընդ որում 5 կտակարանի գրառումը կատարվել է շումերական այս բնագրերի գրի առնվելուց ավելի քան 1000 տարի հետո։